Պարոն Ղուկասյան, որ ընտրվեք, ոնց կտոնեք, մենակ անկեղծ, որ ընտրվեք, ոնց կտոնեք։ Ոնց կտոնեմ։ Որ ընտրվեմ, ես պասի մեջ եմ, հեչ բան չեմ անելու, մինչև պասից դուրս չկամ, պասից դուրս կգամ, ես մեծ մադաղ կանեմ քաղաքում, ուրեմն ես 40-84 թվականից ես պասուցումի մեջ եմ, տարվա կեսը պաս է տրված հայոց եկեղեցով, ես այդքան տարիներ պասուցումը պահում եմ, չորեքշաբթի ուրբաթ շաբաթական պասեր, 50-ական պասեր, առաջավորած պասեր, ես այդ բոլորը պահում եմ եւ եկեղեցու տաղավարած տոների 5 տաղավարած տոներին ես միշտ մատաղ եմ անում եւ բաժանում եմ ժողովրդին, տասնյակ, 20 հատ, 100-ավոր, 120 այդպես հասկացար ժողովրդին, մշտական ամբողջ քաղաքը գիտե։ Պասը կվերջանա, մենք կտոնենք։ Հիմա թե չէ ոչ մի բան, սովորական։ Պարոն Ղուկասյան, մի բան էլ հարցեմ։ Այն որ մենք մեզ 1000 մեղքի Դու լեգանցից բարբարով ես։ Բարբարը գիտեմ։ Բան, այն որ մեզ 1000 մեղքի մեջ է մեղադրում, դրանք արդեն սովորել ենք։ Իշխանությունն ենք մենք բերել Նիկոլին էլ ենք մենք պահում, մի խոսք ամեն ինչի մեջ մեղադրել են։ Բայց որ Միքայել Սրբազանն է մեղավոր պիտի ապաշխարի, դա չհասկացա։ Ուրեմն դու դրա տեղի մտե, մենք իրար գիտենք շատ լավ, մենք իրար հարգում ենք, միասին մեծացել ենք։ Ուրեմն այդ թաղն ու մեր թաղը մենք նույնն ենք եղել, մենք իրար հետ մեծացել ենք եւ ես իրավունք ունեմ այդ խոսքերը ասել։ Եթե նստած լինեն, ելենքը կանգնեն, այսինքն մեր հին հայկական այդ ավանդույթները պահում են։ Հետո փոքրերը մեծերի նկատմամբ այդպես չեն պահում, ավելի համեստ են պահում, ավելի խոնար են պահում, ավելի հանգիստ են պահում։ Հետո թեկուզ այդ արտահայտվող այդ պատգամավորները, որ խոսում են մեծերի նկատմամբ, որ այս քաղաքում մի բան չեն արել, մի բան հələ չեն արել քաղաք կառուցողին, ուրեմն որ նայում ես Վարդան Ղուկասյան ու տեսնում ես, որ հadoop հանձնարարականներով նմանատիպ մոտեցում են ցուցաբերում։ Համոտ է։ Դրա համար 5 անգամ քաղաքապետ դարձած մարդը, լսեք, 5 անգամ եւ 2 անգամ էլ պատգամավոր դարձած մարդը ու առանց կեղծիկի, առանց փող բաժանելու, առանց կուսակցական պատկանելության, առանց պետական հովանավորչության, հասկացար, առանց նախարարներին հրահանգ իջեցնելու, որ գնան իրանց ենթակառույցներին այստեղ զգաստացնեն, հələ մի բան է մշտական պետությունը իմ դեմ է աշխատել, այդպիսի մարդու վերաբերմունքը այլ պիտի լինի, լրատվության կողմից ցավում եմ, որ ուրիշ ձևի եք ներկայացնում, հիմա որ արդյունքը լսեցիք ժողովրդի թե ինչ կան, մարդիկ ում կքվեարկեն, դրանից հետո կնայեմ, դե դուք ձեզ ոնց կպահեք։ Գիտե պարոն Ղուկասյան, Ալեն Սիմոնյանը եկել էր Գյումրի այստեղ, դրանից առաջ ասում էր մենք հաղթելու ենք, նույնիսկ 26 թվին ենք հաղթելու։ Չէ, բավոր է, եթե ազգային ժողովի նախագահան ինքը այդ ձևի մոտեցում է ցույց տալիս, ուրեմն գիտեք ինչ կա, ես մի բան ասեմ, նախկինները, օրինակ Քոչարյանը Ռոբերտի ժամանակ ինքը ասում էր այսպես. ինձ հետաքրքիր չէ թե ով կանցնի, այսինքն ես չեմ նպաստելու օգնելու, որ որևիցե մեկը անցնի։ Ինձ պետք է որ ժողովուրդը իրոք տեղական ինքնակառավարումը իր համար ընդրի գյուղապետ եւ քաղաքապետ։ Դա ինձ համար շատ կարեւոր է, որ հետո ինձ չասեն եւ պատասխանատվությունը կրի քաղաքապետը։ Այսինքն աշխարհում, ամբողջ աշխարհում այլ գործիք չկա, այլ մեխանիզմ չկա։ Եթե թափանցիկ ընտրություն է լինում, ժողովուրդը իր միջի արժանին, եթե ընտրում է եւ այդտեղ ասվում է ըստ հավատքի քո եղիցի քեզ, ինչքան որ դուք եք, այդքան էլ քո ժողովուրդն է։ Հավատավոր մարդ եք, հնարավոր է որ եկեղեցին է ձեզ աջակցել Միքայել Սրբազանը։ Ճիշտ ասած, ես սպասում էի, որ ինքը պետք է հայտարարություն անի, որովհետև 2008 թվականին ինքը ինձ դեմ է ել է խոսացել, ես ասում եմ ել խոսա, որ կուզենայի, որ տեսնեի, որ ինքը խոսար ապաշխար էր, ես այնօրին ասեցի իմ համար դու պետք է ապաշխարես Սրբազան, սիրոզն եմ ասել, հա, հիմա ես սպասում էի, որ ինքը ելներ ասել, բայց որ չի մասնակցում, էլի ես իրանից չեմ ներենում։ Հələ լրագրողները մեղսագործ են, հասկացանք, մեզ ինչ ամեն բայց մեղսագործություն մի խապի, մի կրվծրա։ Այդտեղ աջանետ որտեղ է սորվել ամենից։ Ես ինչ որ խոսում եմ, ինքը լսում է, ես այդքան արկ ունեմ իր։ Ուրիշ բան կասեմ, պարոն Ղուկասյան։ Եկեղեցու զանգերը կարողանում եք ասել, որ թողանջեն, հետո ասում եք դատարան։ Բա տեսնում եմ, ուրեմն այդքան հարկանք ունեն։ Իսկ քեզ համար ինչքան լավ է, որ քաղաքապետը այդքան հարկանք է ունենում։ Պարոն Ղուկասյան, որ ընտրվեք, ոնց կտոնեք, մենակ անկեղծ, որ ընտրվեք, ոնց կտոնեք։ Ոնց կտոնեմ։ Հա։ Որ ընտրվեմ, ես պասի մեջ եմ, հեչ բան չեմ անելու, մինչև պասից դուրս չկամ, պասից դուրս կգամ, ես մեծ մատաղ կանեմ քաղաքում,
Ուրեմն ես 40-84 թվականից ես պասուծումի մեջ եմ, տարվա կեսը պաս է տրված հայոց եկեղեցով, ես այդ կամ տարիներ պասուծումը պահում եմ, չորեքշաբթի ուրբաթ շաբաթական պասեր, 50-ական պասեր, առաջավորած պասեր, ես այդ բոլորը պահում եմ եւ եկեղեցու տաղավարած տոների 5 տաղավարած տոներին ես միշտ մատաղ եմ անում եւ բաժանում եմ ժողովրդին, տասնյակ, 20 հատ, 100-ավոր, 120 այդպես հասկացար ժողովրդին, մշտական ամբողջ քաղաքը գիտե։ Պասը կվերջանա, մենք կտոնենք։ Հիմա թե չէ ոչ մի բան, սովորական։ Պարոն Ղուկասյան, մի բան էլ հարցեմ։ Այն որ մենք մեզ 1000 մեղքի Դու լենագանցես բարբարով ես խոսում։ Բարբարը գիտեմ։ Բան, այն որ մեզ 1000 մեղքի մեջ է մեղադրել, դրանք արդեն սովորել ենք։ Իշխանությունն ենք մենք բերել Նիկոլին էլ ենք մենք պահում, մի խոսք ամեն ինչի մեջ մեղադրել են։ Բայց որ Միքայել Սրբազանն էլ է մեղավոր պետք է ապաշխարի, դա չհասկացա։ Ուրեմն դու դրա տերմի մտե, մենք իրար գիտենք շատ լավ, մենք իրար հարգում ենք, միասին մեծացել ենք։ Ուրեմն այդ թաղն ու մեր թաղը մենք նույնն ենք եղել, մենք իրար հետ մեծացել ենք եւ ես իրավունք ունեմ այդ խոսքերը ասել։ Պարոն Ղուկասյան, որ ընտրվեք, ոնց կտոնեք, մենակ անկեղծ։ Որ ընտրվեք, ոնց կտոնեք։ Ոնց կտոնեմ։ Հա։ Որ ընտրվեմ, ես պասի մեջ եմ, հեչ բան չեմ անելու։ Մինչև պասից դուրս չկամ, պասից դուրս կգամ, ես մեծ մատաղ կանեմ քաղաքում։ Ուրեմն ես 40-84 թվականից ես պասուծումի մեջ եմ, տարվա կեսը պաս է տրված հայոց եկեղեցով, ես այդ կամ տարիներ պասուծումը պահում եմ, չորեքշաբթի ուրբաթ շաբաթական պասեր, 50-ական պասեր, առաջավորած պասեր, ես այդ բոլորը պահում եմ եւ եկեղեցու տաղավարած տոների 5 տաղավարած տոներին ես միշտ մատաղ եմ անում եւ բաժանում եմ ժողովրդին, տասնյակ, 20 հատ, 100-ավոր, 120 այդպես հասկացար ժողովրդին, մշտական ամբողջ քաղաքը գիտե։ Պասը կվերջանա, մենք կտոնենք։ Հիմա թե չէ ոչ մի բան, սովորական։ Պարոն Ղուկասյան, մի բան էլ հարցեմ։ Այն որ մենք մեզ 1000 մեղքի Դու լենագանցես բարբարով ես խոսում։ Բարբարը գիտեմ։ Բան, այն որ մեզ 1000 մեղքի մեջ է մեղադրել, դրանք արդեն սովորել ենք։ Իշխանությունն էլ ենք մենք բերել Նիկոլին էլ ենք մենք պահում, մի խոսք ամեն ինչի մեջ մեղադրել են։ Բայց որ Միքայել Սրբազանն էլ է մեղավոր պետք է ապաշխարի, դա չհասկացա։ Ուրեմն դու դրա տերմի մտե, մենք իրար գիտենք շատ լավ, մենք իրար հարգում ենք, միասին մեծացել ենք։ Ուրեմն այդ թաղն ու մեր թաղը մենք նույնն ենք եղել, մենք իրար հետ մեծացել ենք եւ ես իրավունք ունեմ այդ խոսքերը ասել։